Վանացային են գշարունակենք մեր հաղորդումը հարկերի ունգընցիրներ և ակընցիրներ անգամ եվս բարի արավոտ ծեր բոլորին և ինչպես վխոնցած էինք այսօր եվս կանտրատարնանք սիլներ հայկասան հայկիտական հանդեսի որ շնորհանդեսը այսօր դեղի պիտի ունենա և այդ արիտով Վանացայինի ստուդիոները ներս մեծ ուրախությամբ կյուրընկալենք հայկական սպիրկի ուսումնասիրության կենտրոնի պատասխանատու ինչպես նաև հայկական հայկիտական հանդեսի գլխավոր խմբագիր պարոն Անդրանիկ Տակեսյանը բարի եկածեք Շնորհակալություն այս աղիթին բարեդեսանք այո եկածեք եւ մենք արդուգսեի որ ավանդություն դարձավ ծևովը յուրաքանչյուր դարվան ասենք սկիզբ այս ադեն երբ որ դուք շնորհանդեսը կգադարեք այս հանդեսին Վանացայինի ստուդիոները ներս մենք անպայման կանտրատարնանք Հիշեցման գարկով ասենք մեր ունգընտիրներն արդյոք հայկական հայկիտական հանդեսի երբ սկսավ ամփոփ կերպով եւ ինչ է նպատակը հրադարակության Դարձյալ կգրնեմ շնորհակալություն այս արիթին եւ բարի լույս ագընտիրներուն եւ ունգընտիրներուն Վանացայինի եւ ընդհանրապես Լիբան հայության Հայկազյան հայկիտական հանդեսը նախ պետք է ասել որ Հայկազյան համալսարանի հայկիտական ամբիոնի արդատրությունն է այսպես ասած Սկսած է հրադարակվել 1970 թվականին դարեկիրքեր եւ մինչեւ 1975 5 հադոր հրադարակվեցավ այնուհետեւ ուրեմն պատերազմի պերմամբ տանտաղեցավ մինչեւ 1990 հրադարակվեցան հաջորդ 5 հադորները 1986 ավելի ճիշտը 91-ին 11-րդ հադոր հրադարակվեցավ եւ այնուհետեւ Ամեն դարի դարեգան թրությամբ հրադարակվեցան մյուս հադորները մինչև 2022 թվականը երբ մենք դարեկիրքի անցանք 6 ամսյայի եւ ուրեմն 2022-ին իվեր մենք իբրև 6 ամսյա հայկազյան հայկիտական հանդես լույս կտեսնենք եւ կշարունակենք որ այսօր եւս այս հադոր այս զույգ հադոր քիրքերուն շնորհանդեսը դեղի պիտի ունեն արդեն ինչպես օրակնարգեցիք այսօր Երևան հայկազյան համալսարանի մեջ Երևան ժամի 7-ին եւ անշուշտ հրավիրված եք բոլորդ Շատ լավ խոսենք քիչ հանդեսի կարեւորության մասին մենք ամեն տարի կանտրատարնանք հեղինակներուն եւ անոնք որոնք ուսումնասիրություն այսինքն ինչ արժեք կներկայացնի հայկական հայկիտական հանդեսը եւ մենք հաջող ասած ենք որ անգախ ընթերցում են նաեւ իբրև արխիվ պետք է առնել այս հանդեսը եւ դուք այս երկու հատորներու պատրաստությամբ ինչպիսի այսպես թեմաներ ընդրեցիք եւ արդյոք դարվեդարի դժվարանա հրատարակությունը այսպիսի հանդեսները ասեմ որ երբ որ հայկազյան հայկիտական հանդեսը հրատարակել սկսավ գլխավոր նպատակը կամ գլխավոր նպատակները մեկը կոնե այն էր որ Խորտային Հայաստանի եւ Սփյուռքի ու Արտասահմանի հայակետները գամրջվին հայկազյան հայկիտական հանդեսի միջոցով այսօր նույն ծրագիրը կմնա նույն նպատակը կմնա բայց անշուշտ քիչ ավելի աջմիականացած է այն առումով որ այսօր Խորտային Հայաստան չէ այլ Հայաստանի եւ ուրեմն սահմանները ավելի մերձ են իրարու Բայց նաև ուրիշ խնդիրներ ունենք այսօրվան առումով այն բանով որ այսօր հայագիտությունը քիչ մտժվարություններում մեջ է որոշ առումով եւ ուրեմն մենք պետք է մտածենք հայագիտության ուրիշ դրսևորումներու մասին խնդիրը այն է որ Տուն գրնաս արժեք տալ դվյալ բանիմը, տուն բիդի աշխատիս, որ ադիգա արժևորվի ոչ թե ուրիշը բիդի բացադրություն, տուն բիդի կուլուսապանություններ այդ առումով եւ այդ ձիրի մեջ մենք հայագիտությունը գտեսնենք հետևյալցով հիմա տասական ըմբռնում մը հայագիտության որ խոսի հայկրագանտյան սեմադենակություն լեզու արվեստ այս ձիրի մեջ ավանդականն է ասիգա հիմա մեր ըմբռնումով ադիգա ավելի լայն ձիր ունի եւ ադիգա գտնկրգի անշուշտ ժամանակագից ամբողջ հայագիտությունը նախսեն որ ասկային քիդագան ջանաչողական գիտություն մնե հետեւաբար նաև գարանչվի մեր այսօրվան եւ այդ այսօրվան մեջ գա Արցախը գա Հայաստանի Հանրապետությունը գա Սփյուռքը իրանական խնդիրներով սփյուռքները եւ ունեն այս բոլորը պետք է ընդգրկել եւ աշմիականացնել նաև այսօրվան շունչ տնել հիմա մյուս երեսակը եւ վադոր գուզեմ անդրադառնալ մեր այս 2025-ի առաջի TV խմբագրականին լույսին դակ գիրարական հայագիտություն այսինքն ինչ կնշանակի հայագիտությունը այնպես չէ որ կրենք ինչ որ նյութի մասին եւ վերջագետ այլ ադիգա այնպես մնենք որ այդ նյութը այսօրվան աջմիականություն ունենա եւ այսօրվան ծառայություն ունենա օգտագործվի ասենք թե տաշտային ուսումնասիրություններ եթե պիտի գդարվին այդ տաշտային ուսումնասիրություններու են բխող արդյունքները որոշում գայացնող մարմիններ նկատի առնեն եւ ադիգա օգտագործեն իրենց հետագա policy making-ի առումներով այս առումով շատ կարեւոր կգտնենք մենք հայագիտությունը որովհետեւ հայագիտությունը գդարբերի ասենք թե եգիպտապանութենեն եգիպտագիտութենեն եգիպտապանությունը
քիլություն են օրեն հայագիտության պես տարբերությունը հիմնական տարբերությունը այն է որ ժողովրդի մասին է որ գոյություն չունի այսօր Ասորակիդութեն են ալգդարբերի հայագիտությունը, որովհետև անոնք այսօրիները գան, բայց բեդություն չունին։ Մեր բարակային մենք գանք, բեդություն ունենք եւ այսօր գոյություն ունենք։ Հետեւաբար եւ այս ամբողջը պետք է ընդգրկել հայագիտության մեջ։ Այս առումով է որ մենք մեր ջիկը գնենք եւ պետք է ասեմ որ առաջին քիրքի մեջ այս 2025-ի առաջին քիրքի մեջ բավական հետաքրքրական աժմիական նյութեր կան։ Այսօրվան նյութեր կան։ Բարձրապես ցեզի պիտի ցանկը ներկայացնելու համար ընդհանուր բամգար այս տարվան հետ կամ այս 6 ամսյայի մեջ այս Չէ, մենք թեմատիկ բաներ չունենք, այսինքն անպես չէ որ հեղինակները ազատ են իրենց, այո։ Հիմա հեղինակները ազատ են, բայց մյուս կողմեն երբեմն աշխատագիտներ գլան որ մեզի գսեն որ մենք այս նյութեր ունենք, որ մեկը գնախնդրեք։ Մենք մեր նախնդրություններ ունենք, հասկանալի է։ Okay, օրինակի համար Ռոբերտ Մագրդիչյանը Միացյալ Նահանգներեն գրած է հայկական տանկարաններում, Ամերիկայի հայկական տանկարաններում մասին Զաքար Կեշիշյանը ժամանակի գագից մանգակիր երաժիշտներու երկու անձերու մասին անդրադարձած է Նվարդ Վարդանյանը եւ այսին անները չդամ Արցախի այսօրվան Արցախի բادرազմին հետևանքով Facebook-ի վրա եղած արձագանքները ամբողջ բանրած են Դոնոյանը գրած է հայկական սերիալներում մասին հադորները այս երկու հադորները մեկում մեջ կա Eurovision-ը եւ Հայաստանը այսին 25 տարի է որ կան գլագոր Eurovision-ի եւ հայերս մասնակցություն ունին լավ չգիտնանք այդ մասին գիտնանք ոչ միայն գիտնանք այլ նաեւ գողնորոշվենք որ ուր մենք ինչ թերություններ ունենք եւ ինչպես կարելի է բարելավել մեր ընթացքը այդ բոլորի մեջ եւ այսպես ժամանակագից բանաստեղծներ ժամանակից քրագանություն Արցախ եւ հիմնականը ասիգա է բայց անշուշտ ոչ միայն ասիգա եւ բնականաբար Արցախը եւ ցեղասպանությունը ինքնաբերաբար նյութեր կան մենք նույնիսկ եթե չտիմենք որևէ մեկու այս խնդրով, որևէ աշխատագիցի, իրենք ինքնաբերաբար աշխատագիցներում մեջ խումբ մգա, որ ընդհանրապես կանտրատարնա այս նյութերն։ Փաստորեն մեր ջիկը աժմիականացնելն է։ Հիմա բամը որ գիսատ կհաջողին կոր, այնը որ ընկերապանությունը թույլ է, թեթև է, եւ ոչ միայն մեր կով, այլ ընդհանրապես հայագիտության եւ հոգեբանական երեսակը պետք է ավելի բարձրացնել, որովհետեւ հայագիտությունը եթե հայագիտությունը գարանչվի հայուն ընդհանրապես հայը միայն բադմություն չէ, արվեստ չէ, բայց նաև հոգեբանություն է, ընկերապանություն կա այնտեղ։ Եվ ուրեմն պետք է ադիգա, ասիգա նաև գուզեմ գոչ նկատեն հոգեբաններ, հայ հոգեբանները, որ արձականքեն եւ այս մասին ուսումնասիրություններ կատարեն հայգազյան հայագիտական հանդեսի էջերը բաց են իրենց համար եւ մենք մեծ բացարձակ մեծ հաջողով պիտի դեղդանք իրենց բնականաբար։ Շատ լավ, արդեն սիկ որ ինչ կվերապերի ուսումնասիրությունները բարեկորզացիք հաջորդ հարցումս ադոր կվերապերեր այսօր մենք հաջող social media-ի վրա կամ ինչ որ ամեն մարդ ուսումնասիրություն գնենք կամ ուսումնասիրության մասին կկարտանք օր չանցնի որ մեկը ուսումնասիրություն մապամը չէ գարտածած study says ասակ բամը գտրվի հիմա մանավանդ պետք է ասել որ social media-ն ավելիով այսպես դարաձեց կամ գարգինը լայն բացավ ուսումնասիրողներով մեր կողմնալ ուսումնասիրությունները կարի ընդհանրապես կարևոր են ուսումնասիրությունը որտեղ մարդիկ գհիմնվին այդ ուսումնասիրությունը ոչ միայն իբրև որոշում կայացնելու գհիմնվին այդ ուսումնասիրության վրա նաև գարձիկ ու խաղապար առնելու եւ իրենց միտքը նաև զարգացնելու որքան կարևոր է այսպիսի ուսումնասիրությունը որքան կարևոր են որ մենք մեր աղբյուրներուն նաև զիմի ոչ միայն օդարին մենք հալունենք այդ ուսումնասիրությունները քիչ մարաչսի հայագիտության սահմանումի մեջ սիվոր գիրարական հայագիտություն եւ այլն գուզեմ ավելցնել նաեւ որ գարձիկավորելու խնդիր մնալ ունենք մենք կտնենք մեր արժեվ եւ ադոր համար էր որ ուրեմն հիմա քանի որ երկու հադոր գհրա երկու քիրք գհրա տարեկան առաջին քիրքի մեջ անպայմանորեն խմբակրականը գլա երկրորդ քիրքի մեջ մենք խմբակրական չենք տներ այլ աժմիական նյութը կփորձենք բարձրացնել եւ այդ աժմիական նյութը կփորձենք հարցազրույցի ցեվով բարձրացնել Գտիմենք երկու հայաստանցի եւ երկու արտասահմանցի հայագետներու, որոնք մասնակետ են դվյալ նյութին մեջ եւ իրենց հարցումները գուղենք ու իրենք ըստ այնմ կպատասխանեն եւ այդ պատասխանները չենք տբիր այդ պատասխան չենք խմբակրել այդ պատասխանները փաստորեն գծարային գարձիկավորելու ընթերցողը հիմա այս վերջին տիվի մեջ բայց նախսեմ նախորդ տիվին օրինակ մենք նախաբես անդրադարձանք արևմտահայ արևելահայ լեզուներու մերձեցման խնդիրները բադմակրություն հայ իրականության մեջ եւ ուր է բադմակրություն համաշխարհային իրականության մեջ այս տիվի մեջ անդրադարձանք սփյուռքահայ իրականության
Սպիրկայ քրագանությունը եւ հետաքրքրականը գմանրամասնեմ հիմա սպիրկայ քրագանությունը այսօր ուր է ուր գերտա եւ այդ մասին հայրենի գարձիկը հայրենի մասնակետներու գարձիկը ինչ է սպիրկայ մասնակետներու գարձիկը ինչ է առավել ի հավելումն այս բոլորին մենք թիմեցինք AI-ին արհեստական բանականության իրեն ալ հարցուցինք ասենք որ սպիրկայ քրագանության մասին ինչ կմտածես եւ ադալ ընդգրկեցինք փաստորեն մենք կուզենք նաեւ ընթերցող մղել որ AI-ն ալ կարեւոր է իր բնապաստարին վրա այս ամբողջությունը պետք է տեսնի վերջո չէ այո So այս աշխատանքներում մեջ ենք եւ կգարձեմ որ Անշուշտ ասիկա մեզի բավարարություն չի դար մենք միշտ քննական կմոդենանք մեր աշխատանքներուն չենք բավարարվի գուզենք ավելին անել եւ կգարձենք որ Երգինքն է սահմանը, չէ, որեն գարձենք որ ավելին կարելի է, ավելի ռազմավարական մոդեցում կարելի է ունենալ եւ այս բոլորին միշտ վերադեսչան ենթարկենք պաստորեն կվերակնենք մեր աշխատանքները, պարզապես ավելին եւ ավելի հաջողակը եւ ավելի օգտաշատը, արդյունավետը, երկարաժամկետ նպատակներու ծառայողը կփորձենք բարձրացնել։ Խոսենք քիչ հեղինակներու մասին, վստահաբար հինեն, այսինքն հեղինակներ կան, որոնք դարիներ է գործակցին այս հանդեսին հետ եւ իրենց գրությունները եւ մարդիկ վարժված են ընթերցողները հատկապես կսպասեն իրենց ուսումնասիրություններուն, բայց վստահ եմ որ նաեւ երիտասարդներ կկաչալերեք որ նոր հեղինակներ կամ անոնք որոնք հեղինակ պայման չէ բանաստեղծել իր մասնակցությունը հայագիտությունը լա վստահ եմ որ եթե այսինքն թարգմանելով թարգմանված նույնիսկ լա կբադայ որ թարգմանված կներկայացնեք հոդվածում որ շատ հետաքրքրական է կարևորի բայց հայերենով չէ գրված Չէ, ընդհանրապես մենք հայագիտական հայգազյան հայագիտական հանդեսի սկզբունքները մեկը այն է որ վերահրադարագություն չունենք նույնիսկ թարգմանական վերահրադարագություն չունենք բացի եթե ասենք թե լեզումն է որ Չէ բադած, ընդհանրապես չէ բադած։ Ինչ կվերապերի հեղինակներուն։ Հիմա քիչ առաջ խոսանք հայագիտության սահմանումներուն եւ նպատակներուն եւ այլն։ Մեր աշխատանքային ծրագրի մեջ կա նաեւ, ասենք չէ, ընկերապանություն եւ այլն, գիրառական հայագիտություն, գարձիկավորման խնդիրը, բայց նաեւ կա այն, որ մենք փորձենք երիտասարդները կաչալերել։ Հիմա այս թիվի մեջ Այս ադորի առաջին տիվի մեջ հեղինակ մգա որ համալսարանավարտ չէ դագավին համալսարան գուսանիգոր նոր գավարդեգոր հունիսին բիդի ավարդի անունը չդամ բարձ բանի պաստորեն այսքան ժամանակակից նյութ կուզենք եւ այսքան երդասարտներու անտեպ մենք մեր հետաքրքրությունները ունենք հիմա Պետք է ասեմ նաև որ քիչ հեղինակներ կան որ ամեն հադորի ամեն քիրքի աշխատակցին քիչ են անոնք հիմա ամենաշատ աշխատակցող հեղինակը պետք է ասել որ դոկտոր Զավեն Մսրլյանն է որ գրեթե բոլոր տիվերու մեջ բացի մեկ տիվի ուրեմն հոդված չունի փաստորեն ինքը ավելի քան 45 եւ այն 45 հոդված ունի Գգրնեմ միշտ նորություն կան նույն բանել իր հոդվածներով Ռինկ արդեն ռինկ այո այսին միշտ նորություն կան նոր հեղինակներ կան նոր թեմքեր կան եւ պետք է ասեմ նաեւ որ հիմա հայգազյան հայագիտական հանդեսը մանավանդ մեր աշխատագիտներուն համար դբրոցի վիճակը արած է Երկու բան գրնամ ասել ասարումով մեկը դա այն որ դբրոց այն առումով որ մենք մեր կանոնագարքերը ունենք եւ ուրեմն աշխատագիծը որ իր հոդվածը կգրե պետք է հետևի մեր կանոնագարքերուն եթե դժվարություն ունենա մենք իրեն գոկնենք մենք որոշ ուղղություն կտանք եւ ադիգա բաժար դարձած է որ շատ աշխատագիծներ բարելավեն առավել բարելավեն իրենց քրելավոջը գիտական իրենց բան այո Մյուս խնդիրը որ գուզեմ տնել նկատի արեք որ այս երկու զույգ հադորներու մեջ հայգազյան հայագիտականի 2025-ի զույգ հադորներու մեջ 51 հատ հոդված կա որոնց կարևոր մեկ մասը գեսը մոդարաբես գես քիչ մը ավելին հայաստանյան հոդվածը հայաստանի աշխատագիծներն են Մյուս մասը սպյուրկա եւ արդասահմանցի օրինակ եւ պետք է ասեմ որ ժամանակային առումով ալ բավական նախնատարեն գա վիշապքարերու մասին գա բայց նաեւ գա եւ բան Բուկարեստի մանուգի բանտոգի մասին բայց կա նաեւ այսօրվանսի Eurovision-ի մասին հետեւաբար այսքան լայն ժամանակային դարողություն ունի մյուս խնդիրը որ գուզեմ գործնել այն է որ 51 հոդվածի բայց նկատի արեք որ 45 հադորներու մեջ մենք ունենք մոդարբես 1500 հոդված արդեն ավազան մնե գիտեք գիտական հոդվածներու ավազան մնե ուր երբեմն գբադայի որ նույն նյութի մասին երկրորդ հոդված մել է շատ տարբեր վերամշակված նախորդը վերամշակված եւ հավելումներով գիտեք արդեն 50 տարեկան է 52 տարեկան է հայագիտական հանդես եւ ասիգա արդեն ինքնին պաստորեն դինամիզմը կհարաճացնե իր մեջ
Շատ լավ կպատահի, որ օրինակի համար խմբագրական աշխատանքի մեջ բաներ նկատեք ցեզի համար հետաքրքրական թվի, որովհետև գենտաթրում որ հոդվածները երբ որ կղրգվին դուք ժամանակ կդրամատրեք հատոնք բոլորը ուսումնասիրելու, կարդալու, պետք եղած խմբագրական աշխատանքը կատարելու։ Հիմա իրենք նաև գենտաթրում հեղինակ եւ հանդես նաև այդ վստահությունն ալ կարևոր է, չէ՞։ Պարոն Անտրանիկ, այդ հարաբերությունը նաև հեղինակ, որովհետև իրենք իրենց զավակներում մեծ կնկատեն յուրաքանչյուր ուսումնասիրություն կամ հոդված ըսկուսության պետք է մոտա։ Ինչպես կվերապերիկ ընդհանրապես հոդվածներուն հետ։ Ուրեմն հոդվածակիրներուն հետ։ խմբագրական գազմը 3 հոգի է։ Սիլվա Պապազդին, Սիլվա Պապազյանը գա, դոկտոր Արմեն Ուրնեշյանը եւ ես։ Եվ հետեւաբար որևէ հոդված որ գուկա, կոնե 2 հոգի կգարտա, ավելի կան 2 անգամ, մինչեւ որ վերջնական ծևի կմտնի։ Հեղինակներուն կով աշխատագիցներում մենք արդեն որոշ վարկ մահարաճած, լուրջ վարկ մահարաճած ենք եւ այդ վարգը մեզի գտույլադրե եւ իրենք ալ այդ վստահությունը ունին մեզի անտեպ որ հոդվածները մենք մեր ընթերցումը յետքը մենք մեր առաջարկները, թելատրանքները եւ որոշ փոփոխություններ ու նույնիսկ նախնական առաջարկներ ունենք իրենց եւ իրենք ադոնք սիրով կընտարաչեն ադոնց որովհետեւ հիմա հեղինակը բամը գտեսնե իրեն համար զանոթ է նույնը ընթերցողի համար ուրիշ է հետեւաբար պետք է այդ ընթերցողի բանալ ասենք թե երեսակն ալ ներկրավել կամ ելագետն ալ ներկրավել այս առումը ոչ մեկ դժվարություն ունենք ընտագարագը հոդվածները գերտան գուկան գբդդին պաստորեն գամուրչի բես գերտան ու գուկան մինչև որ վերջնական ծև առնեն եւ մեր հարաբերությունները իրենց հետ մեր աշխատագիցներուն հետ որոնք ասեմ մնայուն չեն այսինքն անանք չէ որ յուրաքանչյուր տիպի մեջ նույն աշխատագիցները կան ոչ միշտ կփոխվին միշտ նորեր գուկան միշտ մեկը մյուսը գծանոթացնի այդպես եւ ադիգա ավելի կհարաստացնի ու այ գաժմիականացնի ամբողջ գտարմացնի եթե գուզեք ամբողջ հադորը Որքանով նաև իր նպատակին կծարայե իբրև գամրջող բամասին Հայաստան սպյուրք եւ ոչ թե միան սպյուրք մենք սպյուրք երբեմն Լիբանանի մեջ կհասկանանք Լիբանան, Սուրիա, Հորդանան, Եգիպտոս այդքան սպյուրքը մեր դեսածը սպյուրքը գիտես մեզի մոդիկ անտին սպյուրքը Արժանտինի մեջ անտին սպյուրքը Ավստրալիո մեջ կան քյուղեր քաղաքներ տարբեր երկիրներում մեջ որոնք ուր ուղագի քաղուտ կա եթե դեգուս բզդիկ քաղուտ բայց քաղուտ կա եկեղեցի կա միություն կա այսօր որքանով հայկական հայկական անտեսը կծարայե նաև գամրջելու բոլորը, որտեղ մենք բոլորս հայեր ենք ի վերջո, չէ՞։ Երևանը մի դիսկսին։ Ուրեմն մենք Terevs առաջիններն էինք, եթե ոչ առաջինը, որ Հայաստանի մեջ մենք սկսանք շնորհանդես կազմակերպել Հայգազյան հայագիտական հանդեսի ասկի ավելի քան 25 տարի առաջ։ Եվ որ այն նպատակը անակ չէր, որ երթանք հոնոսենք, որ գիտեք, մենք քիրք հրադարագեցինք Հայգազի։ Ադիգա չէր։ Մեր նպատակը իրենց զիրենք տեղյակ բայել է, որ մենք գոյություն ունենք, գամրջենք երկուքս իրարու եւ այդ ընթացքը եւ ադոր համար է, որ մենք չմնացինք միայն ասենք թե Երևանի մեջ, չմնացինք միայն ասենք թե Բադմутյան թանգարանի մեջ կամ Երևանի Պետական համալսարանի, Մանկավարժական համալսարանի մեջ կազմակերպեցինք, Գյումրի կազմակերպեցինք, Արցախի մեջ մի քանի անգամ կազմակերպեցինք, Քրագանչյան եւ Արվեստի թանգարանի մեջ կազմակերպեցինք, Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստներու ամեն մեկը իր շրջանակը ուներ գարձեք եւ այդ բոլորը пастоրեն ասելու համար որ մենք եկեք անուղագիորեն կորձակցինք ավելիով Գուզեմ նաև աշխարհագրական այս հադորներում մեջ աշխարհագրական դարածքին մասին խոսել։ Արժանտինեն հոդված ունենք։ Արժանտինահայ անունը Դամզավեն Գնիազյան Պարևներ իրեն եթե գլեսե, ուրեն իր մե հոդված ունենք, մյուս կողմեն Բուկարեստեն հոդված ունենք ոչ հայեմը, այսպես ասած հայակեդեմը եւ նաեւ հոդվածներ ունենք Երևանեն, Բեյրութեն եւ ուրիշ վայրեր է։ Պաստորեն ոչ միայն աշխարհագրական օրեն գամրջումի խնդիր կա, այլ հայակիդական օրեն օդարներու հետ գամրջելու խնդիրը կա, որ մենք կգարձեմ որ որոշ հաշողությամբ կդանիքով, բայց բավարարված չենք նորեն պիտի գրկնեմ, քննական օրեն կմոդենանք եւ մենք միշտ պատրաստ ենք նորությունները եւ նոր թեմքերը, նոր վիճակները ընդգրկելու, միշտ մեր աչքերը բաց են այս առումով։ Սպյուրքի քաղաքներու բարակային հետաքրքրական բաժինը այն է, որ Հայաստանը այո, հողին վրան է իր ուսումնասիրությունները այդտեղ գնա, բայց սպյուրքի տարբեր երկրներու բարակային, որովհետև նաև աբրած երգիրիտ գենցաղնալ անցած կլակու նգարակրիտ, կու մտածելակերպի, կու հոգեական աշխարհիտ, հոգեմտավոր աշխարհիտ մեջ։ Այդ հոդվածները ես աջախ կարտացած եմ, այսինքն Հայկական հայկիտ, ինչպես կնկատես, որ մարդուն հոգեգանը Բուխարեստը Բուխարեստի այդ շունչը գարնես մեջը ո՞ն է արժեքը կգարձեմ յուրաքանչյուր հոդվածակիրի սպիրկայ հոդվածակիրի չեմ թերակնադեր Հայաստանի մեջ անգախ այդ բոլորը բայց նաև բան մգա որ ապրած երգիրի մեջ իր այդ հոգեմտավոր նաև բաժին գաթիլ մնալ անգեգանցնի այսինքն քեզի ոչ միայն հայագիտական թեման իր թեման ներկայացուց հայագիտական անգյունեն
Նաև իր ապրած երկրի տեսանկյուն են, չէ՞։ Դույլադրի այս մասին ասեմ եւ թե այսինքն անհամեստորեն ասեմ։ Այս հադորի մեջ հոտված մունիմ բանի մասին, Մուստաֆա Ֆարուխի մասին։ Մուստաֆա Ֆարուխը ժամանակ, այսինքն 1950-ականներում մահացած է, 20-րդ դարաշրջանի Լիբանանի մեծ գեղանկարիչներն է։ Ինքը 1930-ականներում կորզմ ունի, հայում թիմանկար ունի, եւ այդ թիմանկարի մասին գրած ենք, ասելու համար որ շատ հետաքրքիր է, այսինքն պաստորեն լիբանանցին, մենք ալ լիբանանցի ենք հասկանալ, դեղապնիգը, ուրեմն ինչպես դիդած է հայը, եւ ինքը հետաքրքրական է, ինքը չսեր 30-ական խոսենք, որ ուրեմն շատ խեղճ վիճակով մարդ եւ այլն, ինքը գսե դեղահանված։ Քրեթե այդ բառը գործած է, հետաքրքրական է եւ ուրեն այդ մոդեցումն ալգա ջիկ մգա, որ նաեւ մեր դեղական պայմաններով ռեն հարաճած նյութեր բանանենք, ռամցնենք։ Որքան արժեք ունի այդ իմաստով նաեւ։ Մենք միշտ պատրաստ ենք եւ սահմանապահումներ երբևէ չունենք, ոչ ալ գուզենք ունենալ, որովհետեւ հայագիտությունը ըսի քիչ մարաջ, հայագիտությունը նաեւ ասկային ջանաչողական արվեստ է եւ մենք որքան ջի կնենք, որ այդ մեր ջանաչողությունը ավելի ամբողջական է, Մե շահողը բոլորսին։ Շատ լավ։ Այսօր շնորհանդեսն է։ Այո, այսօր շնորհանդեսն է։ Դուք կներկայացնեք քիրքերը ընդհանրապես։ Խմբագրական գազը կներկայացնեմ։ Միասին հյուրերալ պիտի ունենանք եւ ժամը 7-ին է, խնդրեմ հրամեցեք 1 ժամ դեպողությամբ եւ հոն անշուշտ ասանք դոն է մեզի համար, հայագիտական դոն է եւ կգարձեմ որ այս դոնը կիրակցաբար պետք է դառնա նաեւ լիբանահայության դոնը եւ հայագիտության դոնը ոչ միայն այս այլ որևէ լիբանահայ ցերնարկ մեզի համար դոն է մշակութային մեր դոներում մաս կգազմե եւ ուրախալի է միայն ուրախալի է եւ հաղթանակ է ես կհավատամ ամեն անգամ որ հայերեն լեզվով գիրք կդպի մեզի համար հաղթանակ է ես այդ զգացումը ունենամ հաղթանակի որովհետեւ կնշանակի որ մենք հաղթեցինք մենք դեռ հոսենք դեռ կշարունակենք եւ դեռ կկոյադևենք եւ անշուշտ կզարգանանք ու կզարգացնենք վստահ եմ որ մեր ունգընտիրները պիտի հարցնեն եթե քիրքերն օրինակներ ուզեն ինչպես խնդրեմ թող հրամեն համալսարան այսօրվան ցերնարգին մենք սիրով բիդի դրամատրենք իրենց շատ լավ բիդի դրամատրենք հասկանալի է հստակ է բիդի դրամատրվի եղավ լավ պարոն Անտրանիկ բարի եկած եք ցեզի հաջողություն պիտի մաղթեմ անշուշտ նաև վարձ կգադար եւ հաջողություն բոլոր աշխատակիցներ ունենք որոնք Լիբանան թե Լիբանանեն դուրս միացան այս հսկայական աշխատանքին եւ այն աշխարհի մեջ ուր ամեն ինչ այլևս էլեկտրոնային եղավ, ամեն ինչ այլևս թվային է, դակավին մեր ցերքի մեջ քիրք ունենալը, կգործեմ ինձի համար կյանքի մեծակույն հաջողն է քիրքը ցերքերուտ մեջ ունենաս, աթուղթը դարձես, թուղթին հոդը առնես, ադիգա ամենակարևոր բանն է, բայց վստահ եմ որ այս դժվար պայմաններում մեջ ահավասիկ ձեր կատարած գործը իր արդյունքը պիտի դա եւ մեծ սիվով ընթերցողներ պիտի ունենաք Շնորհակալություն այս արիտին։ Հիմա ասիկ որ ավանդություն եղավ ասիգա վանացայինին հետ, ես գուզեմ հավատալ որ այս ավանդությունը պիտի շարունակվի, ինչպես որ պիտի շարունակվի, հավատամ որ պիտի շարունակվի լիբանահայ մշակութային շուգապարը չեմ ուզեր գործածել ընթացքը կորձունեությունները կորձունեությունը մշակութային շատ լավ հարկելի ունգընտիրներ եւ կամերասոս հարկելի ունգընտիրներ եւ ագընտիրներ մեր զրուցակիցներ հայկական սպյուրքի ուսումնասիրության կենտրոնի պատասխանատու ինչպես նաեւ հայկական հայագիտական հանդեսի գլխավոր խմբակիր պարոն Անտրանիկ Տակեսյանը բարի օր ցեզի Եվ սերներ ցեզ եդերհուրին, ցանի աղորդավար Անտոնին մնացեք վանացայինի ունգընտիր ստեսություն